Ողջույն սիրելի հավատացյալներ, երբևէ մտածել եք, կարելի է թվալ հավատացյալ, բայց իրականում պտուղ չունենալ։ Կարելի է լինել կանաչ, բայց ներսից դատարկ։ Այսօր Քրիստոսը տալիս է շատ կտրուկ պատասխան, որը կարող է ցնցել մեզ։ Այս խոսքերը կարդում ենք Մատթեոսի ավետարանի 21-րդ գլխում եւ 22-րդ գլխի սկզբնամասում։ Սա պարզապես պատմություն չէ, սա մեր սրտի հայրին է։ Հիսուսը մոտենում է մի թզենու, արտաքինից այն կանաչ է, կյանքով լի, տեսք ունի, բայց երբ մոտենում է, պտուղ չի գտնում եւ ասում է, թող այլևս պտուղ չտա, ծառը չորանում է։ Առավոտյան, երբ Հիսուսը քաղաք էր վերադառնում, քաղց զգաց։ Ճանապարհի վրա մի թզենին տեսնելով մոտեցավ եւ վրան տերևից բացի ոչինչ չտեսավ։ Եվ թզենուն ասաց. այսուհետև քեզնից հավիտյան թող պտուղ չլինի։ Նույն պահին թզենին չորացավ, երբ աշակերտները տեսան, զարմացան ու ասացին. թզենին ինչպես իսկույն չորացավ։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք եւ չերկմտեք, ոչ միայն կարող եք անել այդ թզենուն պատահածը, այլև թեկուզ այդ լերանն ասեք ելիր ու ծովնընկիր կկատարվի։ Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք։ Հիսուս տաճար ելավ եւ մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը եւ հարցրին. ինչ իշխանությամբ ես անում այդ բաները եւ ով տվեց քեզ այդ իշխանությունը։ Հիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. ես էլ ձեզ մի բան հարցնեմ։ Եթե ինձ ասեք, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այդ բաները։ Հովհաննեսի մկրտությունը որտեղից էր, երկնքից թե մարդկանցից։ Նրանք սկսեցին իրար մեջ խորհել ու ասել. եթե ասենք երկնքից, մեզ կասի, ապա ինչու չհավատացիք նրան։ Եթե ասենք մարդկանցից, ժողովրդից ենք վախենում, որովհետև բոլորն էլ Հովհաննեսին մարգարե են համարում։ Պատասխան տվեցին Հիսուսին եւ ասացին. չգիտենք։ Հիսուսը նրանց ասաց. ես էլ ձեզ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները, բայց ձեզ ինչպես է թվում։ Մի մարդ երկու որդի ուներ, մոտեցավ առաջինին ու ասաց. որդյակ, այսօր գնա աշխատիր այգում։ Նա պատասխանեց եւ ասաց. գնում եմ Տեր, բայց չգնաց։ Մոտեցավ նաեւ մյուսին եւ նույն բանն ասաց։ Նա պատասխանեց եւ ասաց. չեմ ցանկանում։ Եվ հետո զղջաց եւ այգի գնաց։ Արդ երկուսից ով կատարեց ով կամքը։ Նրանք ասացին վերջինը։ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզանից առաջ կհասնեն երկնքի արքայությունը, որովհետև Հովհաննեսը եկավ արդարություն ճանապարհով եւ նրան չհավատացին, իսկ մաքսավորներն ու պոռնիկները հավատացին նրան։ Դուք դա տեսաք, բայց հետո էլ չզղջացիք եւ նրան չհավատացիք։ Ուրիշ առակ լսեք։ Մի տանուտեր կար, որ այգի տնկեց, այն ցանկապատեց, նրա մեջ հնձան փորեց եւ աշխարհանակ շինեց, ապա այն տվեց մշակերին եւ գնաց օտար երկիր։ Պետք է ժամանակը երբ հասավ, մշակների մոտ ուղարկեց իր ծառաներին, որպեսզի վերցնի նրա բերքից։ Մշակներն բռնեցին նրանց ծառաներին, մեկին տանջեցին, մյուսին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց, թվով ավելի, քան նախկիները։ Նրանց էլ նույն բանն արեցին։ Վերջապես նրանց մոտ ուղարկեց իր որդուն եւ ասաց. «Թերևս իմ այս որդուց ամաչեն»։ Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք նրան եւ սրա ժառանգությանը տիրանանք»։ Եվ նրան բռնեցին, այգուց դուրս հանեցին եւ սպանեցին։ Արդ, երբ այգուտերը գա, այդ մշակներին ինչ կանի։ Ասացի նրան. չարին դաժնորեն կսպանի եւ այգին կտա ուրիշ մշակների, որոնք բերքը կտան իր ժամանակին։ Հիսուս նրանց ասաց. միթե սուրբ գրքում երբևիցե չեք կարդացել. այն քարը, որ շինարարները մերժեցին, նա անկյունայ քար եղավ, Տիրոջ կողմից եղավ սա եւ մեր աչքերին սքանչելի է։ Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծո արքայությունը եւ կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն, ով այդ քարի վրա կընկնի, կփշրվի եւ ում վրա այն ընկնի, նրան ցրիվ կտա։ Երբ քահանայապետները, դպիրներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, հասկացան, որ իրենց վերաբերյալ ասաց եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ նրան մարգարե էին համարում։ Հիսուսը դարձյալ խոսեց եւ առակներով ասաց. երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիք կանչելու եւ չցանկացան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց, ասելով. հրավիրյալներին ասեք, ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են եւ ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիք։ Նրանք պատասխանելով հեռացան։
Անտեսելով հեռացան, մեկը իր ագարակը, մեկը իր առևտրին, իսկ ուրիշը բռնեցին նրա ծառաներին, խոշտանգեցին ու սպանեցին։ Թագավորը երբ լսեց, բարկացավ, իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին եւ այրեց նրանց քաղաքը։ Այժմ ասաց իր ծառաներին. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրելներն արժանի չէին։ Արդ գնացեք ճանապարհների խաչմերուկները եւ ում գտնեք հրավիրեք հարսանիքի։ Ծառաները ճանապարհների վրա դուրս գալով հավաքվեցին, բոլորը նրանց ում գտան եւ չարերին եւ բարերին, եւ հարսանիքը լցվեց հյուրերով։ Երբ թագավորը ներս մտավ, հյուրերին տեսնելու, տեսավ մի մարդու նկատեց այնտեղ, որը հարսանական զգեստ չէր հագել։ Նրան ասաց. ընկեր, հարսանական զգեստ չունենալով ինչպես այստեղ մտար։ Մարդը պապանձվեց։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. կապեք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դրան հանեք արտաքին խավարը, այնտեղ լաց կլինի եւ ատամների փրշտոց, որովհետեւ կանչվածները շատ են, իսկ ընտրյալները քիչ։ Ամեն։ Սիրելի հետևորդ, սա շատ լուրջ զգուշացում է։ Աստված չի նայում միայն արտաքինին, նա փնտրում է պտուղ։ Հարցրու քեզ, իմ հավատքը պտուղ է տալիս, թե միայն տեսք ունի։ Հավատք, որ շարժում է անհնարինը, սա է ուզում։ Հիսուս ասում է, եթե հավատ ունենաք, առանց կասկածելու կարող եք սարեր շարժել։ Սա չափազանց հզոր խոսք է։ Իրական հավատքը պարզապես գաղափար չէ, այն ուժ է։ Սովորիր աղոթել հավատքով, ոչ թե միայն սովորությամբ։ Մարդիկ հարցնում են, ով է քեզ այս իշխանությունը տվել։ Նրանք չեն ուզում ընդունել ճշմարտությունը։ Շատ անգամ մարդիկ հարցնում են ոչ թե հասկանալու, այլ չհավատալու համար։ Բայց պահիր քո սիրտը Աստծո խոսքի առաջ։ Հիսուս պատմում է, մեկ որդին ասում է չեմ գնա, բայց հետո գնում է, մյուսն ասում է կգնամ, բայց չի գնում։ Առաջինը Աստծուն հետաքրքիր է ոչ թե խոստումը, այլ գործը։ Մի սահմանափակիր հավատքը խոսքերով, ապրիր այն գործերով։ Տերը տնկում է այգին եւ վստահում մշակներին, բայց նրանք չեն տալիս պտուղը, վիրավորում են ծառաներին, նույնիսկ սպանում են որդուն։ Սա շատ խորը պատկեր է։ Աստված մեզ վստահել է կյանք, շնորհներ, հնարավորություններ, բայց հարցը սա է. մենք պտուղ տալիս ենք ի վերջո։ Ապրիր պատասխանատվությամբ, իմանալով, որ Աստված քեզ վստահել է շատ բան։ Հարսանական խնջույքի առակն է պատմում Հիսուս։ Թագավորը հրավիրում է մարդկանց հարսանիքի, բայց շատերը անտեսում են, ասում են զբաղված են իրենց գործերով, մերժում են հրավերը, բայց հետո գալիս են ուրիշները։ Սա այնտեղ նույնիսկ հայտնվում է մեկը, որ չուներ հարսանական հագուստ եւ դուրս է մնում։ Աստծո հրավերը բաց է բոլորի համար, բայց ընդունելը միայն գնալը չէ, պետք է նաև փոխվել։ Մի բավարարվիր միայն եկեղեցի գնալով։ Թույլ տուր, որ Աստված փոխի քո կյանքը։ Այս հատվածը տալիս է շատ հզոր ուղերձ։ Արտաքին հավատքը բավարար չէ։ Աստված փնտրում է պտուղ, իրական հավատքը գործում է։ Մենք պատասխանատու ենք մեզ տրվածների համար։ Աստծո հրավերը պահանջում է փոփոխություն։ Սիրելի հավատավոր հետևորդներ, այս հատվածը մեզ կանգնեցնում է մի կարևոր հարցի առաջ։ Իմ հավատքը կենդանի է, թե միայն արտաքին։ Եթե այսօր զգում ես, որ կյանքում պակասում է պտուղ, մի հուսահատվիր։ Սկսիր այսօր, փոխիր ուղղությունը, մոտեցիր Աստծուն։ Քրիստոսը չի եկել դատապարտելու, այլ արթնացնելու։ Թող քո կյանքը լինի ոչ թե միայն կանաչ, այլ նաև պտղաբեր, եւ այդ ժամանակ դու կնկատես, հավատքը կդառնա իրական կյանք, կդառնա լի եւ Աստծո ներկայությունը կլցնի ամեն բան։ Սիրելի հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել ձեր սիրելի մարդկանց ու բարի քրիստոնյաների, որպեսզի նրանց ևս հաղորդակից լինի Աստծո խոսքը։